Հաճույքով։ Փոխադարձ պատասխանը լսել։ Այսինքն չի խանգարում, լսում եմ։ Պահ։ Հարցերը մի քանիսն են բոլորները կարևոր, բայց ես ամենա Ես խնդրում եմ, քանի որ ժամանակը համար առաջի հարց։ 3 հիմնականը տվեք։ Համար առաջի հարց, ասում եք Ղարաբաղի հարցը ինքը կանխորոշված էր, որ լուծվելու էր Ադրբեջանի տարածքային ամբողջ եւ կառավարության նիստում փաստաթղթեր եք հրապարակել։ Իմիջիալոց բանի մարտի 24-92 թվի ԵՀԿ-ի փաստաթղթը չեք հրապարակել, բայց դա թողեք մի կողմ։ Բայց այդ փաստաթղթերում կարող եք մի հատ տող նշել, որ ըստ այդ տողի արդեն կողմնորոշ կանխորոշված էր, որ Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է։ Չեք պատկերացնի ինչքան շնորհակալ եմ այդ հարցի համար։ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովում ասվել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, Լեռնային Ղարաբաղին շնորհելով ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այդ նախադասությունից հետո չի եղել ոչ մի ուրիշ տարբերակ Ղարաբաղի հարցը այլ կերպ լուծելու։ Մեր տալիս ես իմս ասեմ էլի, որովհետև այդ Լիսաբոնի բանը որ եղել է, մեր կողմից վետո է դրվել այդ որոշման վրա, բայց այն փաստաթղթերը, որը որ դուք հրապարակել եք, մի վարքյան կներեք, էլի ավարտեմ։ Նույնիսկ 19 թվի ձեր օրոք, որ այդ փաստաթուղթը դրած էր սեղանի, այնտեղ նման տող չկար, բացի դրանից գրված էր, որ կարգավիճակը պետք է հանրաքվեի միջոցով որոշվի, ընդ որում հանրաքվեի վրա որևէ սահմանափակում չկա, ընդཐུպ միջև բարձրագույն սուվերենության պահանջի կարային դնեին։ Ու նույն ձևի գրած է, որ եթե դաժե դա հետո արվի, բնակչությունների քանակությունը տոկոսային հարաբերությամբ 70 քանիսի 80 քանիսի վրա պետք է արվի։ Ես դրա համար ես դրանք տասնյակ անգամ անդրադարձել եմ։ Թող լներ։ Մի վարքյան։ Թող լներ։ Մինչև 2010 թվականը թող լներ։ Մի հատ բան էլի, որ 19 թվականի դուրսությամբ այն փաստաթուղթը, որը որ եղել է սեղանին, այնտեղ որևիցե տող չկա գրած, որ Արցախի հարցը պետք է լուծվեր Ադրբեջանի Այնտեղ հստակ գրած է, որ Արցախի հարցը չի կարա լուծվի այլ կերպ, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Ձեր ազգանուն ի՞նչ է։ Ես Արտուրն եմ Օսիպյան։ Պարոն Օսիպյան, ուրեմն ես այդ թեմայով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, լսեք ինձ բան եք ասել, ասել եք բան կա գրած, ես խնդրում եմ հնարավորության դեպքում կնշեք էլի այդ 19 թվի վրա, որտեղ կան նշած, որ Ղարաբաղը պետք է տեսեք։ Հա, սա ֆիքսենք, որ այս հարցին պատասխանը ես չընդունեցի, որտեղ ես ուշադիր ընթերցել եմ, նման բան չկա։ Լսեք, ուրեմն այդ փաթեթի վերաբերյալ ես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին 3-ին հրավիրել եմ բանավեճի։ 3-ին հրավիրել եմ բանավեճի, եւ այդ բանավեճը եղել է այս նույն թեմայի մասին։ Չէ, չեն եկել, գիտեք ինչի չեն եկել։ Եղտում կրված է խրված են չի եկել, ինձ խարվեք։ Քոչարյան, Սերժ, ես ոչ Քոչարյանն եմ, ոչ Սերժ եմ։ Երբ որ մենք Ղարաբաղ, հետո սա երկրորդ հարցն է, էլի։ Սա բերեք թողենք էլի կնշեք, եթե կա նման բան նշեք, որ արցախցիներն էլ իմանան, որ ըստ փաստաթղթի կա ֆիքսած, որ դուք պալոբոմո պետք է մնայիք Ադրբեջանի կազմում։ Ուրիշ տարբերակ չկա։ Չէ, մի վարքյան, ես հարց եմ տալի, դա ձեր ասում եմ ըստ փաստաթղթի կարելի է նշեք։ Այո, կարող եմ նշել։ Հրապարակված են այդ բոլոր փաստաթղթերը։ Ես այդ բոլոր փաստաթղթերը հատ-հատ ընթերցել եմ։ Ճիշտ չեք ընթերցել։ Լսեք, ես տասնյակ ելույթներ եմ ունեցել այդ թեմայով։ Հարցազրույցներ եմ ունեցել այդ թեմայով։ Խոսել եմ փաստաթղթերը չկա։ Հարցի պատասխան չկա։ Կա 92 թվի ընդունված բանաձևը ԵՀԿ-ի մեջ։ Եղբայր, այդ ամենը մանիպուլյացիա է։ Այդ ամենը մանիպուլյացիա։ Ղարաբաղի, ես ձեզ ասում եմ Ղարաբաղի հարցը եղել է թակարդ, որպեսզի Հայաստանին այդ թակարդում պահեն։ Եվ ես հպարտեմ, որ Հայաստանը թակարդից անել։ Դուք եք ասել, որ մեզ պարանը գցել են, բայց որ բանի Միջանցքի բան եք արել, հարց եք իբր թե լուծել։ Ինչ։ Միջանցքի չասենք, Մայրուղի ասենք։ Ինչ։ Էլի չեք գնացել Ամերիկայից բան երաշխիքներ գտել, որ կրակոցներ եք կանգնեցրել։ Ինչ հարցեր լինի, պարոն Փաշինյան։ Մի վարքյան էլի, ինչ հարցեր լինի, կողից անպայման մեկը փորձելով ա դրանով ինքը իր շահը խառնվի ու իր շահերը։ Մենք էլ պետք է մերը անենք։ Այդ չի նշանակում, որ եթե այնտեղ Ռուսաստանը մեր շահերը, մերը գրած է Հայաստանի Հանրապետության հռչակագրում, որը որ դուք անվանել եք, գիտեն, պետության առաջ չեմ ընդունում հռչակագիրը։ Դա կոնֆլիկտի հակապետական հռչակագիր է։ Դա կարծիք է։ Ես չեմ ընդունում։ Մի վարքան, բայց մի հատ հարց էլ տամ, կարևոր հարց։ Շատ եք ասում էլի փող ենք տվել Ղարաբաղցիներին։
Բան չեն Հիմա կարել այդ եմ տվել։ ասում, էլի ում եք տվել։ Բոլորին։ Ուրեմն բան քնչականը միլիարդասնյակ միլիարդների փոխանցումներ կա ձեր օրոք, որը որ գնացել է կոնկրետ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի եւ իր շուրջ, սա փաստաթղթավորված է, սա օթում զորուսներ չեմ անում։ Ես չեմ կարա բացառեմ։ Չեմ հասել ստե որպես ինչ որ Ես չեմ կարա բացառեմ, տեսեք։ Այդ եմ ասում, որ այն երբ որ մենք Արցախն պայքարում ենք կլանի դեմ, դուք այդ կլանի միլիարդներով սնում Մենք եք։ ժողովուրդն ենք միլիարդ։ Ասում ենք այդ մի վարիտան, այդ դուք Արայիկ ինչ եք տվել։ Դուք Բա, Արցախը ում մի քայի, վարիտան, այդ բայց որ տվել ես եք, չէի կարա այդ ձեզ 10 միլիարդները որ տվել եք։ Բայց ես չէի կարա Թողեք ձեզ ավարտեմ, էլի խնդրում եմ, էլի։ Ես չէի կարա։ Աբաց հարց եմ տալի, որ փոխանցել եք 10 միլիարդներ։ Հասկացել եմ, էլի, ավարտեմ։ Այդ չեք հետևել այդ փողերի վրա։ Բա այնա այդ փողերը գնացել է սաղ կլանի ջեբերը նստել, այդ կլանի դեմ որ մենք պայքարում էինք ընդեղ։ Դուք այդ կլանի միլիարդներով սնել եք ու ասում եք փողը ուղարկել ենք ժողովրդին։ Ժողովուրդ ինչ եք ուղարկել։ Եկել եք Ղարաբաղ համագործակցել կոռուպցիայի հետ Արայիկի իշխանության բերելով, ստեղ առանց զրույցի էլի։ Ինչով եմ ես իշխանություն Որտեղ Արայիկին դուք չեք աջակցել, աջակցել մի եմ, վարի աջակցել եմ, բայց Ղարաբաղի ժողովուրդը պետք է մի ընտրի։ վարքյան ու Արայիկի փողը Ում բաշանել աջակցեի։ մի վար չխառնվեիք, ուղղակի եթե Ինչ եմ արել, չխառնվեիք, որ խառնվել եմ։ ո՞նց չեք խառնվել։ Ինչով եմ խառնվել։ Ասեմ ոնչով եք Ասեք։ խառնվել։ Եկել եք Ղարաբաղ Հա։ 18 թվին։ Այն ժամանակներ արդեն մարդիկ ճանապարհներ էին փակել, հրաժարական։ Եկել եք ասել Բակո Սահակյանը պետքա մնա։ Այդ մի հատ տենց է գլուշից արել։ Ընտորությունների ժամանակ, երբ որ մենք պայքարում ենք այդ թալանչի կլանի դեմ, դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աշկ փակել Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա։ Դուք Ես շատ ոչ մի լավ բանի վրա աչք չեմ Չէ, փակել։ այդ միլիարդները, Ես ոչ մի ուրեմն բանի եթե վրա դուք աչք տեղյակ չեմ չեք, փակել։ պարոն Փաշինյան, այդ միլիարդները Լսեք, կա քաղաքական համակարգ եւ երկրի քաղաքական համակարգի հետ մենք աշխատել ենք։ Ես չէի գալու Ղարաբաղում իշխանափոխություն անել։ Այսինքն միլիարդը sense ուղարկել եք Ղարաբաղ, չեք էլ հետևել որտեղ, հա, Հայաստանի Հանրապետության բյուջեի նման է։ Հովասելով չի։ Այդ 150 միլիարդից թոշակառուները թոշակ են ստացել ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետություն։ Նպաստառուները նպաստ ստացել։ Ասեք չխանգարեք, բայց ասում եմ ձեզ։ Չէ, գողի Նպաստառ, բա մարդիկ ինչով են թոշակ Հիմա ես ուղարկել։ մնացած Ոչ չուղարկենք, պետք է ասեք Հայաստանը փողերը փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը սոված մնա։ Մենք նման երբեք բաներ չենք արել, ասում եմ, երբ որ մենք Արցախում պայքարում էինք, Եղբայր, ես Թալանչի չգիտեմ։ կլանի դեմ դուք նրանց Դե օգնում էիք։ դուք եք ասում, ես չգիտեմ։ Ասում եմ, Մի րոպե, փաստեր այնա քնչականում։ մի Ձեր րոպե, ուղարկած միլիարդները, որը որ գնացել է Արայիկ ու մի րոպե, երրորդ հասնեմ տալի ես չգիտեմ, դուք ով եք ում դեմ եք պայքարել ու ովքին եք Գիտեք լավ չի որ չգիտեք, որ եթե իմանայիք, որտեղ անհնար է, դուք Արցախի հետևայիք ու մեզ Ինչի պետք է իմանայի։ Այդ եմ Ինչի պետք է Հիմա իմանայի։ կարևորացում Այսինքն հասնում դուք տալի։ ժողովուրդ եք ներկայացրել, դուք կազմակերպ ում եք ներկայացրել, որ պետք է իմանայի։ Կուսակցություն ենք եղել ու ընտրությունների ժամանակ 90% ուշադրությունը մեր վրա էր, անհնար էր 90% ուշադրություն ձեր վրա էր, գնայիք ընտրվեիք։ Փողեր չբաժանեիք, կգնայինք Ով էր բաժան, ինձ եք ասում։ Արայիկի միջոցով, Արայիկին, Ես ոչ մեկի միջոցով փողել եք։ Որևէ մեկը չի կարա մեղադրի փող բաժանելու մեջ։ Չի մի վարքան։ Ես ժողովուրդ, ես ուրեմն Ղարաբաղի հետ կապված իմ բոլոր հայտարարությունները եղել են, որ ժողովուրդը պետք է ազատ կամ արտահայտության հնարավորություն Չի ունենա։ եղել, հեսա կասեմ ինչ։ Չի եղել, չի եղել, Կարևորագույն հասնեմ տալ, էլի Հիմա Հայաստանի լսեք, Հանրապետության անվտանգությունից է ելնա։ Այո։ Հիմա մի վարքան, ասում եք Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը դա լեգիտիմությունն է, ճիշտ եմ հասկանում։ Հիմա նայեք, Արցախի հարցը Մինսկի խումբը լուծարել եք, արանքից հանել եք։ Ադրբեջանը ինքը պահանջ է դնում, ընդ որում հիմնավորը միջազգային ըստ միջազգային իրավունքի։ Պահանջը ինչումն է, ասում է բանը Ադրբեջանի փախստականները պետքա վերադառնան։ Ում դեմ է դնում պահանջը։ Պահանջը մի վարքան, պահանջը համենայն դեպս երբ որ հայտարարում է։ Համենայն դեպս չի, մեր օրակարգում տենց հարց չկա, մի եկեք ստիկ բաներ խոսացեք։ Հիմա դուք կարում եք այլ ասելով չի, դու ինչ ես եկես տեղ ադրբեջանական նարատիվներ տանում։ Իր ասելով չի։ Բայց մի քիչ ցածր խոսացեք։ Դե մի եկեք ցածր։ Ձեր դեմը ոչ սեժ կա, ոչ Քոչարյան, որ տենց կեղտում խորոց ունի, դուք էլ մատ թափտա։ Դու դեր մատ վրա թափստա։ Ինչա՞ ցածրն է։ Եկեք ստեղ ադրբեջանական Ադրբեջանի նարատիվներ ասում եք Արցախն չեն կառուցել։ Ասացե։ Այո, չեք կառուցել։ Չեք կառուցել։ Մեզ դուք եք կառուցել, ինքեր։ Բոլորը բանանել եք։ Ո՞նց է տեսնում, բանալու եք։